Փաշինյանը, Լայնեզր գլխարկով, կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը աշխարհիկ հագուստով աղոթքի նախաճաշ են արել մարդկանց հետ, որոնք կարծում են, թե քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած Հայաստանում, մարդիկ միայն հիմա են սկսել աղոթել։ Եթե Հայաստանը սկսել է աղոթել, ուրեմն ամեն ինչ լավ է լինել։ Աղոթքի նախաճաշիչ մտահոգ է դուրս եկել քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության անդամը, նա քաղբանտարկյալ է անվանել Շիրակի թեմի առաջնորդին։ Արքեպիսկոպոս Աչապահյանը լիովին համապատասխանում է քաղբանտարկյալ տերմինի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ձևակերպմանը։ Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պաշտպանությունը կառուցելիս բախվում է զուտ բռնատիրական ռեժիմներին բնորոշ խոչընդոտների։ Ես նաև կառաջարկեի դիտարկել ոչ թե ժողովրդավարության բաստություն, բռնատիրական բաստություն։ Եվ Երևանը Արաքս գետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում է Անկարայի հետ, չնայած պայմանագրով պետք է ոչ թե համաձայնեցնի, այլ պարզապես տեղեկացնի։ Այն որ Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական ընտրությունը դեպի թուրքական աշխարհն է։ Նոյեմբերի 15-ի գլխավոր նորությունները կհայտնի Հայլուրը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Նիկոլ Փաշինյանը այսօր աղոթքի նախաճաշ է արել մարդկանց հետ, որոնցից ոմանք կարծում են, թե քրիստոնեությունը առաջինը պետական կրոն ընդունած Հայաստանում, մարդիկ միայն հիմա են սկսել աղոթել։ Աղոթելու հնարավորությունը բաց չեն թողել նաև կարգալույց քահանաներ Ստեփան Ասատրյանն ու Վարդան Հունանյանը։ Ստեփան Ասատրյանը կարծես հարմարվել է նոր կարգավիճակին, աղոթքի նախաճաշին ներկայացել է աշխարհիկ հագուստով։ Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Լայնեզր գլխարկով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ է Փաշինյանը Մարիոթ ժամանում մասնակցելու Հայաստանում կազմակերպված առաջին աղոթքի նախաճաշին։ Ինքը ծրագիր ունի իր մեջ, ծրագրով ամեն ինչով շարժվում են եւ շատ պունկտուալ եւ շատ ճիշտ։ Հստակ ծրագիր ունի Վաշինգտոնից Երևան հասած միջոցառումը, ասում է մասնակիցներից մեկը։ Պատմում է, որ միջոցառմանը կրոնական տարբեր ուղղությունների դավանող մարդիկ են մասնակցում, շփվում միմյանց հետ, բարեկամանում։ Ամենակարևորը այս ամեն ինչի մեջ բարեկամությունը, բարեկամական մթնոլորտը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եք։ Ես հայ քրիստոնյա եմ։ Հայ առաքելական եկեղեցին մեր եկեղեցին է։ Մենք ավետարանական եկեղեցու հետևորդներ ենք։ Բայց ավետարանական քրիստոնյաներ ենք մենք։ Հավանաբար այլ մանրամասներ էլ մեզ կպատմեր բարեկիրթ տղամարդը, եթե տիկինը այսքան ճշտապեր աղոթելու։ Գիտենք ավելի հստակ, ինչպես եք ստանում հրավեր, ոնց են որոշում ով պիտի մասնակցի։ Այդ արդեն կազմակերպիչներ։ Հարցրեք տիրոջը։ Երևի հենց տիրոջ կանչով էլ նախաճաշի են գալիս նաև պաշտոնյաներ, հարցերին պատասխանել չեն ցանկանում։ Մյուս մասնակիցներն ասում են, որ հրավեր են ստացել նամակի տեսքով իրենց էլեկտրոնային հասցեին ու գոհ են միջոցառումից։ Իրենց կարծիքով հիմա, երբ Հայաստանը սկսել է աղոթել, ամեն ինչ լավ է լինելու։ Փառք Աստծո, շատ լավ տպավորություն, եթե Հայաստանը սկսել է աղոթել, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Իսկ ինչպես է գնահատում նման միջոցառումները։ Հոգևորականի սքեմը աշխարհիկ հագուստով պիջակով է փոխարինել մոտ 1 ամիս առաջ կարգալույց եղած Ստեփան Ասատրյանը, որ շտապում է հյուրանոց աղոթելու, հարցազրույցից հրաժարվում է։ Նրա կոլեգա Վարդան Հունանյանը, որ 1 շաբաթ առաջ է կարգալույց հռչակվել, դեռ չի հանել քահանայի հագուստը։ Շատ դրական, անցյալ օրը ես ամբողջ առավոտանից մասնակցել եմ միջոցառմանը, շատ դրական։ Միայն կրոնական թեմաներից չեն խոսում ներսում, ասում է նախկին քահանա Տեր Տարոնը, որ նույն խմբերի երեկվա միջոցառմանն էլ է մասնակցել ու գիտի, ներսում քննարկում են համամարտկային թեմաներ։ Քննարկում եք նաև ազատազրկման մեջ գտնվող մեր հոգևորականների ճակատագիրը։ Նման մակարդակի հարցեր չեն, այլ ընդհանուր գլոբալ մակարդակի հարցեր են քննարկում։ Նկատի ունեք դա փոքր հարց է։ Նկատի ունեմ ոչ թե ինչ-որ անձնական, այլ ընդհանուր համաեկեղեցական, համաշխարհային մարդկության, կանանց իրավունքների, ազատությունների, բռնությունների նման ավելի գլոբալ հարցեր են քննարկում։ Իսկ արտերկրից ժամանած մեր հայրենակիցները գիտեն, որ Հայաստանում կալանավորված հոգևորականներ կան, որ աղոթքի նախաճաշ կազմակերպած իշխանությունը, ինչպես մայրաթոռից են ահազանգում, հակաեկեղեցական արշավ է սկսելու մասնակցում է բռնազավթված Հովհաննավանքում Սուրբ Պատարագի անվան տակ ներկայացվող սրբապիղծ բեմականացումներին։ Ես արշավը եկեղեցու դեմ ինչպես եք գնահատում։ Այդ դեսակ նյութերում չեմ մտնել, ես վաճառական եմ,
պոլիտիկով չեմ զբաղել։ Երանի խաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն։ Աղոթքի նախաճաշից Փաշինյանը իր Facebook-յան էջում երկու տեսանյութ է տարածել, որոնցում աղոթք չի լսվում, նախաճաշ չի երևում։ Փաշինյանն է արտասանում 31-րդ Սաղմոսը։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դնում են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց։ Ուրախ եղեք եւ ցնծացեք Տիրոջով, ով արդարներ։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Աղոթքի նախաճաշից մտահոգ է դուրս եկել Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության անդամը։ Նա քաղբանտարկյալ է անվանել Շիրակի թեմի առաջնորդին ու հայտարարել, որ ինքը ավետարանական է, բայց չպետք է գործիք դառնա ժամանակավոր իշխանության ձեռքում եւ օգնի քանդել 1800-ամյա հայ առաքելական եկեղեցու հիմքերը։ Մանրամասները ռեպորտաժում։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել է աղոթքի նախաճաշի մասնակից Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության անդամ Ջոել Վելտքամփը, որ խիստ մտահոգված է Հայաստանում սկսված հակաեկեղեցական արշավով ու պնդում է Հայաստանը կանգնած է էգզիստենցիալ սպառնալիքի առաջ։ Մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ կառավարության արշավը եւ ազատ խոսքի դեմ բարձրաստիճան պաշտոնյաների հարձակումները ավարտվում են հոգեվորականների, նրանց աջակիցների, գործարարների ու իրավաբանների կալանավորումներով։ Աղոթքի նախաճաշերի ու նմանատիպ միջոցառումների միջոցով է Փաշինյանի իշխանությունը փորձելու համոզել, թե քրիստոնեության ջերմ ջատագովն է ու պարզապես եկեղեցին նորոգելու ցանկություն ունի։ Իրականում Ադրբեջանի հերթական պահանջն է իրագործում Փաշինյանը, փորձում է ոչնչացնել հայկական եկեղեցին, այդ նպատակին հասնելու համար օգտագործում է արտասահմանում բնակվող ավետարանականներին ու կաթոլիկներին, համոզված է Վելտքամփը։ Ավետարանականներն ու կաթոլիկները չպետք է թողնեն, որ Հայաստանի իշխանությունն իրենց օգտագործի հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մենք չպետք է ընդունենք այն իշխանությանը, որ դուրս է եկել եկեղեցու դեմ։ Ես ինքս ավետարանական եմ, բայց չպետք է գործիք դառնամ ժամանակավոր իշխանության ձեռքում 1700-ամյա պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հիմքերը խարխլելու համար։ Վելտքամփը լավ տեղյակ է, երբ եւ ինչպես է Փաշինյանը սկսել ամենայն հայոց կաթողիկոսի դեմ արշավը։ Շվեյցարիայում Արցախի բռնազավթման, արցախցիների իրավունքների մասին կաթողիկոսի հայտարարությունից 4 օր հետո էր Փաշինյանը հոգևորականների մասին գռեհիկ բառապաշարով հայտնի գրառումն արել Facebook-ում, խախտելով վարքագծի կանոնը։ Ուրբաթ է Վելտքամփը ամենայն հայոց կաթողիկոսին հանդիպել, վստահեցրել, շարունակելու են եկեղեցու կողքին լինել։ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել ենք, միասնական ենք լինելու։ Նա էլ խոստացավ, որ շարունակելու է պաշտպանել Արցախից բռնի տեղահանված հայ քրիստոնյաների իրավունքները։ Վելտքամփը շեշտում է, Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նկատում է Միքայել arczepiskopos Աջապահյանը 2 տարով ազատազրկվել է, մինչդեռ Հայաստանում առնվազն 1 նախադեպ կա, նման մեղադրանքի համար տուգանք է կիրառվել։ Arczepiskopos Աջապահյանը լիովին համապատասխանում է քաղբանտարկյալ տերմինի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ձևակերպմանը։ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության անդամները հանդիպել են նաև եկեղեցուն աջակցելու համար կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբոր որդու եւ փաստաբանի հետ։ Պնդում են, Սամվել Կարապետյանի կալանքի որոշման հարցում խառն է իշխանության մատը։ Սամվել Կարապետյանի կալանքի դեպքում եւս քաղաքական իշխանության բացահայտ միջամտություն է եղել Հայաստանի արդարադատությանը։ Ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների ականջին է հասել, թե հայ առաքելական եկեղեցու ծառայողների շարքերում Կրեմլի գործակալներ կան։ Վելտքամփը պնդում է, քանի դեռ չկան ապացույցներ, նման հայտարարությունները զրպարտություն են եկեղեցու դեմ արշավը արդարացնելու միջոց։ Թերեզա Կադաևչյան, Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Աղոթքի նախաճաշի մասնակիցների մոտ 20 հոգանոց մի խումբ ավելի ուշ հյուրընկալվել է Մայրաթոռում մասնակցել ժամերգության։ Այնտեղ է եղել իմ գործընկեր Ալբերտ Սերոփյանը, հիշենք, թե ինչ էր նա պատմում մեր նախորդ թողարկման ընթացքում։ Սուրբ Էջմիածնում ավարտվեց երեկոյան ժամերգությունը, որն սկսվել էր Վեհափառ Հայրապետի աղոթքով, Վեհափառը Վեհարանից հոգևորականների ուղեկցությամբ եկավ Մայր տաճար, իսկ նրա հետևից քայլում էին աղոթքի նախաճաշի այն մասնակիցներն, ովքեր այսօր հյուրընկալվել էին Վեհարանում։ Ես առաջարկում եմ նախ առանց մեկնաբանության դիտել այսօրվա երեկոյան ժամերգության կադրերը։
Հարգելի հեռուստադիտողներ, ժամերգությունից առաջ վեհափառ հայրապետին էին հյուրընկալվել աղոթքի նախաճաշի մասնակիցներից մի քանիսը մեր տեսախցիկի առաջ պատմեցին, որ ամենայն հայոց կաթողիկոսը խոսել է Հայաստանում ներկա իրավիճակի, Արցախյան պատերազմի, արցախցիների, գերեվարված անձանց, ինչպես նաև բանտարկված եւ կալանավորված հոգեվորականների մասին։ Առաջարկում եմ լսել, թե ինչ էին պատմում մեր զրուցակիցները։ Շատ տպավորված եմ ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությունից, շատ հետաքրքիր զրույց ունեցանք։ Կաթողիկոսը պատմել է Հայաստանում քրիստոնեության տարածման մասին, խոսել ենք Ղարաբաղյան պատերազմի մասին, թե ինչ դժվարություններ են եղել։ Խոսեցինք նաև բանտարկված հոգևորականների մասին։ Քաղաքական եք համարում այդ բանտարկությունները։ Շատ բարդ հարց է, դժվարանում եմ պատասխանել։ Ես շատ բան չեմ հասկանում դրանից։ Ես Ամերիկայից եմ եւ այնտեղ այսպես է։ Եթե դու ձերբակալվել ես ոստիկանության կողմից, ուրեմն հանցանք ես գործել։ Բայց մեղավոր ես թե անմեղ, դատարանն է որոշում։ Եվ ոչ ոք իրավունք չունի դատարանից դուրս որոշել մարդը մեղավոր է թե անմեղ։ Մեզ այստեղ բացատրեցին ինչ իրավիճակ է, բայց չեմ հասկանում, ախր դա դատարանի որոշելիքն է։ Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պաշտպանությունը կառուցելիս զբաղվում է խոչընդոտների, որոնք հեչ բնորոշ չեն ժողովրդավարության բաստիոնին, շատ բնորոշ են զուտ բռնատիրական ռեժիմներին։ Փաստաբանները այսօր հայտարարել են, թե իրավաբանության հետ կապ չունեցող պնդումներ է անում դռնփակ նիստերի ժամանակ Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարը։ Օրինակ, հրաժարվում է հարցաքննել վկաներին, որոնք իր կարծիքով Հոքուտ Կարապետյանին են խոսելու։ Կարինե Մանգասարյանը կպատմի մանրամասները։ Հայաստանի քննչական, դատական, դատախազական մարմինները ոտուձեռ են ընկել 150 օր կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու համար։ Արձանագրում են փաստաբաններն ու նկատում, այնքան արագ են գործում, որ իրենք որոշել են դիմել Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին։ Պետք է դիմենք Գինեսի ռեկորդների գրքին։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատն ընդամենը 20 օրում Կարապետյանին ներկայացված այսպես կոչված փողերի լվացման մեղադրանքով ինչ-ինչ նոր հանգամանքներ է գտել եւ շատ արագ որոշում կայացրել, մինչդեռ նույն դատական ատյանում այլ գործերով բողոքարկումները տարիներ են ձգվում։ Եթե չեմ սխալվում, Գինեսի ռեկորդների գրքում կա հատուկ առանձին մի բաժին տիեզերքի վերաբերյալ։ Օրինակ, հենց սա կարող է գրվել այդտեղ, որտեղ սա տիեզերական արագություն է։ Իսկապես սա նույնիսկ լույսի ձայնի արագությունը գերազանցող վարքագիծ է վճռաբեկ դատարանի կողմից։ Տիեզերական արագությամբ են գործել իրավապահները, որպեսզի հասցնեն Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացնել։ Բայց պարզվում է վճռաբեկ դատարանի որոշումը Վարդևանյանի բնութագրմամբ ստվերային արդարադատության պայմաններում հայտնվել է միայն քննիչի մոտ։ Զուտ նրա համար, որ քննիչը միջնորդություն ներկայացնի։ Իրենք մինչ այս պահը չունեն վճռաբեկի որոշումը, այն անգամ դատարանի կայքում չի հրապարակվել, ինչը օրենքի պահանջ է։ Վճռաբեկ դատարանին հատուկ գնացել են իմ խորին համոզմամբ, բզել են, ասել են ընկեր շուտ արա, վերաքննիչում կրվեցինք ախր, առաջիացյանում ժամկետը լրանում ախր պետք է մուտք անեն։ 5 ամիս է 53 հոգանոց քննչական խումբ է աշխատում, բայց գործը դոփում է տեղում, որովհետև գիտեն դատարան գնալու դեպքում խայտառակ են լինելու, ասում են փաստաբանները։ Եթե չհաջողվի։ Քննչականը փաստեր չունի Սամվել Կարապետյանին ուղված ոչ միայն իշխանազարդման կոչի, այլև այսպես կոչված փողերի լվացման մեղադրանքներում։ Սա է իրավիճակը։ Փաստաբանները 20-ից ավելի միջնորդություններ են ներկայացրել քննչական կոմիտեի նախագահին, որպեսզի առերեսումներ լինեն Սամվել Կարապետյանի հետ, բայց քննիչները տեղից չեն շարժվում։ Ոչ մի նման գործողություն առերեսում եւ այլ չի կատարվում։ Միաժամանակ իրավաբանության հետ կապ չունեցող պնդումներ է անում դռնփակ նիստերի ժամանակ Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը։ Ոչ թե իրավական գործընթացի, սկանդալային տեղեկություններ են հայտնում փաստաբանները։ Պահանջել են հարցաքննել վկաներին, քննիչն ասել է, դա չի անի, որովհետև գիտի, Հոքուտ Կարապետյանի է լինելու այդ վկայությունը, անգամ դատավորն է պահանջել ներկայացնել վկաների ցուցմունքները, ինչն անտեսվել է։ Քննիչը բարձրացավ եւ հայտնեց, քանի որ
այդ անձը ձեր օգտին է ցուցմունք տալու։ Նոյեմբերի 18-ին լրանալու էր Կարապետյանի մեկամսյա կալանքի ժամկետը։ Դրանից մեկ օր առաջ երկուշաբթի նիստ է նշանակվել հակակոռուպցիոն դատարանում։ Փաստաբանների խոսքով, քանի որ ակնհայտ խախտվել են իրենց իրավունքները եւ մինչ այս պահը չունեն Վճռաբեկ դատարանի որոշումը, դատարանը այս ամենը հաշվի առնելով պետք է մերժի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Միջնորդությունը պետք է մերժվի, ուրիշ տարբերակ չունի, դա պետք է լինի։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը լիցենզիայի ձրկելու քննարկումը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ուրբաթ գրեթե 10 ժամ է տևել։ Տպավորություն է, որ Մեսրոպ Մեսրոպյանը շտապում է արագ մի քանի օրում ավարտել նիստը, կարծիքն է հայտնել հետնախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ ՀԾԿՀ նախագահը չի թաքցրել, ուզում է շուտ ավարտվի հեծում խախտումների մասին վարույթի քննությունը ու որոշում կայացվի։ Սակայն 3-10 ժամում միայն հարց ու պատասխանն է ավարտվել։ Տաշիր կապիտալի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել, որ նիստը շարունակվի նոյեմբերի 17-ին։ Հանձնաժողովը բավարարել է այդ միջնորդությունը։ Դա Տաշիր կապիտալի ներկայացրած 5 միջնորդություններից միակն է, որ բավարարվել է։ Այդ օրը վկանների չի լսի հանձնաժողովը, այդ միջնորդությունը մերժվել է։ Տաշիր կապիտալը ցանկանում էր, որ հանձնաժողովը լսի հենց այն աշխատակիցներին, որոնց ասածներն են իբր ջրի երես անել խախտումները։ 171 էջանոց գործում բազմաթիվ անուններ ու ցուցմունքներ կան, միայն թե այդ մարդկանց ստորագրությունները չկան։ Նոյեմբերի 17-ին հայտարարություններ են անելու կողմերը, որից հետո ՀԾԿՀ-ն պետք է որոշի, զրկում է հեծին լիցենզիայից, թե ոչ։ Դեռ 5 շաբթի հետնախկին տնօրենը համոզմունք էր հայտնել, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնալու է հեծին լիցենզիայից զրկելու ճանապարհով։ Անցնենք առաջ իրեն Հայաստանի ինքնիշխանության գլխավոր մարտիկ հռչակած Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը Արաքսգետի պատնեշի նախագիծը համաձայնեցնում է Անկարայի հետ, չնայած ըստ խորհրդային ժամանակաշրջանից գործող պայմանագրի Հայաստանը այդ հարցը ոչ թե պետք է համաձայնեցնի թուրքական կողմի հետ, այլ պարզապես տեղեկացնի։ Սկանդալը պայթել է, երբ Սպուտնիկ Արմենիայի հարցին պատասխանելիս Հայաստանի արտգործնախարարությունը ըստ էության չի հերքել տեղեկացնելուց բացի, թուրքական կողմի հետ ուրիշ քննարկումներ են լինում հարևան երկրների միջև գործակցության տրամաբանության մեջ։ Արաքսգետի ափին ամբարտակ կառուցելու Հայաստանի ծրագիրն արդեն 1.5 տարի քննարկվում է ոչ միայն Երևանում, այլև Անկարայում։ Նախկինում մենք կարող ենք պարզապես տեղեկացնել մեր հարևաններին ինչ-որ գործողություններ իրականացնելիս, մենք կարող ենք առաջնային չհամարել իրենց կարծիքը այս կամ այն գործընթացը իրականացնելիս, հիմա Նիկոլ Փաշինյանը ապացուցում է իր գործողություններով, որ առանց Արցախի, նույնիսկ Հայաստանի ներսում ինչ-որ գործողություն իրականացնելիս, ինքը պետք է դա համաձայնեցնի Թուրքիա եւ Ադրբեջանի հետ։ Արդյոք Թուրքիայի հետ համաձայնեցվում է Արաքսավան եւ Բուրաստան համայնքներում Արաքսգետը նախկինուն վերադարձնելու ամբարտակի նախագիծը։ Շինության կառուցումը անհրաժեշտություն են համարում մասնագետները, քանի որ ավազի արդյունահանման պատճառով գետում առաջացել է մոտ 400 հեկտար կղզի, որը վերացնելու համար պետք է կառուցել 130 մետր երկարությամբ եւ 8 մետր խորությամբ պատնեշ։ Սպուտնիկ Արմենիան փորձել է ճշտել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, արդյոք $1 միլիոն արժողությամբ ամբարտակի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ, չնայած ըստ խորհրդային ժամանակաշրջանից գործող պայմանագրի Հայաստանն այդ հարցը ոչ թե պետք է համաձայնեցնի թուրքական կողմի հետ, այլ պարզապես տեղեկացնի։ Նախարարությունը ըստ էության չի հերքել, որ տեղեկացնելուց բացի ուրիշ քննարկումներ են ընթանում ըստ անհրաժեշտության եւ հարևան երկրների միջև համագործակցության տրամաբանության մեջ։ Այն որ Նիկոլ Փաշինյանի աշխարհակաղակական ընտրությունը դեպի թուրքական աշխարհն է, թուրքական աշխարհի ինտեգրումը, թուրքական աշխարհի առաջատարներ Թուրքիան է, եւ այստեղ տրամաբանականը, որ այս տեսակ գործողությունները Թուրքիայի հետ սահմանին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձելու է առնվազն փորձելու է իրենց հետ համաձայնեցնել։ Քաղաքագետի համոզմամբ Երևանը փորձում է ցույց տալ, որ պատրաստ է բաց եւ կանխատեսելի լինել հարևան Թուրքիայի համար, հույս ունենալով, որ դա փոխադարձ կլինի, ինչն էլ կնպաստի լարվածության նվազմանն ու սահմանային կայունությանը։ Ըստ Մաթևոսյանի, այդ մոտեցումը գործնականում միակողմանի է։ Մի կողմից մենք ունենք իրավիճակ, որ իշխանությունները այստեղից համաձայնեցնում են Արաքսի ափի վրա ինչ-որ գործողություններ կատարելու հարցը թուրքերի հետ, մյուս կողմից օրինակ Թուրքիայում ինչ են անում։ Ամսի 10-ին նոյեմբերի Իգդիրում հերթական բողոքի այսպես կոչված ակցիան տեղի ունեցել եւ այնտեղից պահանջել են փակել մեր մեծամորի ատոմակայանը։ Ավելին,
Այս ամենը լայնորեն լուսաբանվել է ադրբեջանական ազարտաշ լրատվական գործակալության կողմից։ Մաթևոսյանը չի բացառում, որ Հայաստանի այս մոտեցումը ապագայում կարող է թույլ տալ Թուրքիային ազդել ավելի լուրջ հարցերի վրա, օրինակ պահանջել հեռացնել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից։ Մեր քաղաքացիները ընդհանրապես սա պետք է շատ իրենց համար հասկանան, որ քաղաքական այս իրավիճակի պահպանման դեպքում իրենց կյանքին վերաբերվող շատ հարցեր իրենք եւս պայմանավորված են լինելու թուրքերի ցանկությամբ կամ այդ ցանկության բացակայությամբ։ Աննա Գյուրնազարյան, Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Այս շաբաթ Ալիևը քաղաքական եւս մեկ շարաչուն ապտակ հասցրեց Փաշինյանին, որ շարունակում է պնդել, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը արդեն հաստատված է։ 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում պահանջեց պատանդարված հայերի համար Ադրբեջանի դատախազությունը։ Եվ չնայած 16 տարին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից շատերի համար կարող է հենց ցմահ ազատազրկում նշանակել, թվեր նկարելով Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե գործերը անհատապես քննվել են։ Շինծու դատավարության հաջորդ նիստին հայտնի կդառնա արդյոք դատարանը կբավարարի դատախազների պահանջը, բայց փորձագետները արդեն քննարկում են համաներման հավանականությունը։ Մի իրավիճակում, երբ Հայաստանի իշխանությունը պնդում է, թե ամենօրյա ռեժիմով աշխատում է գերիներին վերադարձնելու համար, բայց դատավարությունը իր հունով ընթանում է, հուսադրող կարող է լինել միայն համաներման միտքը։ Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը մեր երկրորդ տաղավարում է։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Լարա։ Համաներման հավանականությունը դիտարկում են ադրբեջանցի փորձագետները։ Ադրբեջանցի փորձագետների հայտարարություններից այս պահին դժվար է ենթադրություններ անել, որ Ալիևը պատրաստ է համաներում հայտարարելու, հատկապես այն դեպքում, որ համաներումը վերաբերում է հայ պատանդառուներին։ Ընդհակառակը պաշտոնական մեղադրանքի ձևակերպումը այնքան կոշտ ու մաքսիմալիստական է, որ նրանք անգամ դա վերագրում են որպես պատմական արդարության վերականգնում։ Իսկ իշխանամերձ կներեք փորձագետները անընդհատ պնդում են, որ ոչ մի համաներում չպետք է լինի, քանի որ նրանք այս կերպ հույս ունեն, որ նման կերպ փակվելու է Ղարաբաղյան հարցը վերջնականապես։ Անգամ համեմատություններ են արվում ադրբեջանական մամուլում այն մասին, որ այս դատավարությունը շատ նման է Նյուրնբերգյան դատավարությանը, իսկ Նյուրնբերգյան դատավարությունը երկրորդ աշխարհամարտից հետո կազմակերպված միջազգային դատավարություն էր, որի ժամանակ առաջին անգամ պետական պաշտոնյաների եւ ռազմական գործիչների դատապարտեցին ռազմական եւ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների համար։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի անկախ փորձագետներին, ապա նրանք նույնպես համաներում չեն ակնկալում Ալիևից։ Ընդհակառակը նրանք պնդում են, որ Ալիևը միայն մի դեպքում կարող է համաներման գնալ, եթե փորձի հայերի պատանդառության փաստը որպես հաղթաթուղթ ներկայացնել արտաքին աշխարհին։ Արման, եւս մի կարևոր հայտարարություն եղավ այս շաբաթ Ադրբեջանից։ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը խոսեց Ստեփանակերտում բնակարաններ վաճառքի հանելու մասին։ Նրա խոսքով Ստեփանակերտում ձեռնարկատերերը սկսել են բնակելի շենքերի շինարարությունը, ստեղծվել է բարենպաստ ներդրումային միջավայր ձեռնարկատերերի համար։ Շինարարական բումի մասին հայտարարությունները ստվերային կողմ ունեն։ Այո, Լարա, այս հայտարարությունները պետք չէ հալած յուղի տեղ ընդունել, ինչպես գիտենք Արցախը փակ զոնա է, միջազգային վերահսկողությունից զուրկ գոտի եւ այստեղ պետական աջակցությամբ իրականացվող նախագծերի համար փող լվանալու պարարտ հող է ստեղծված։ 44 օրյա պատերազմից առաջ էլ հետո էլ Ստեփանակերտում եւ հարակից շրջաններում պետական եւ մասնավոր միջոցներով, ինչպես գիտենք, բազմաթիվ շենքեր եւ բնակարաններ են կառուցվել։ Փաստորեն, հենց հայերի կառուցած տներն է Ալիևը վաճառքի հանել, ադրբեջանցիներին ցույց տալու համար, որ ինքը շենացնում եւ բնակեցնում է Արցախը, իսկ միջազգային ուրեմն իր գնորդներին ցույց տալու համար, որ ինքը նոր նախաձեռնություններ ունի Արցախում եւ պատրաստ է հետաքրքիր ներդրումային առաջարկների համար։ Փաստորեն Ալիևը մի կողմից շարունակում է Արցախը հայկական հետքից մաքրելու օպերացիան, մյուս կողմից իբրև փող դուրս է գրում բյուջեից այնտեղ տներ կառուցելու համար, բայց իրականում վաճառում է հայերի իսկ կողմից կառուցված տները, իսկ գումարը փաստորեն գրպանում է։ Եվ Արման, Ադրբեջանից Թուրքիա թռիչքի պահին Վրաստանի տարածքում թուրքական C-130 ռազմական ինքնաթիռի կործանումը մի քանի ժամում տարածաշրջանային քննարկման թոփ թեմա դարձավ, որի մասին չեն կարող շաբաթավերջին չխոսել։ Չնայած պաշտոնական հայտարարությունները տեխնիկական խնդրի մասին են հուշում, տեղեկատվական դաշտում շարունակում են քննարկվել տարբեր վարկածներ, որոնք են ամենաաղմկոտները։
Առաջին եւ ամենաաղմկահարույց վարկածը արտաքին հարվածի հետ կապված է եղել լառը։ Հարվածից անմիջապես հետո անգամ քննարկվեց Գյումրիի ռազմաբազայից ինքնաթիռը խորցելու վարկածը, չնայած վարկյաններ անց կարելի է ասել, որ ռուսական ռազմական փորձագետները փորձեցին հերքել այս պնդումը եւ նշեցին, որ դրանք կեղծ աղմուկ ստեղծելու համար են դաշնետվել, որովհետեւ մինչ այդ տելեգրամյան ալիքներում հատկապես քննարկվում էր այն վարկածը, որ եթե ինչ-որ բան եղել է օդում, ապա դա միայն կարող է երրորդ կողմից լինել։ Որոշ ժամանակ անց թե թուրքական եւ թե վրացական աղբյուրները հաստատեցին, որ արտաքին զննման արդյունքում ինքնաթիռի վրա հրթիռի որևէ հարվածի հետ չի հայտնաբերվել։ Հետաքրքրական է նաեւ երկրորդ վարկածը, այնտեղ քննարկվում էր այն հանգամանքը, որ Բաքվից դեպի Թուրքիա ինչ-որ ռազմական բեռ փոխադրելուց է եղել ինքնաթիռը եւ բեռի հետ է կապված եղել պայթյունը, սակայն կարճ ժամանակ անց թուրքական եւ ադրբեջանական պաշտոնական աղբյուրները նաեւ սա հերքեցին, պնդելով, որ ինքնաթիռի շուրջ եւ ինքնաթիռի մեջ պայթյունի որևէ հետք դեռ չի հայտնաբերվել։ Այսինքն այս պահին փաստորեն մենք ունենք տելեգրամյան ալիքներում հատկապես մի քանի վարկածներ, որոնք ինտրիգային են այդ սցենարները, բայց քանի որ քննությունը դեռ ընթանում է եւ այս բնդված վարկածներից առաջ բերված վարկածներից եւ ոչ մեկը հաստատված չէ, պետք է սպասենք, որպեսզի այդ փորձաքննությունը ավարտվի եւ ունենանք պաշտոնական հայտարարություն։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, մեր երկրորդ տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանը։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Աբովյանում օրը ցերեկով 24-ամյա երիտասարդին դանակահարած եղբայրները 5 օր ազատության մեջ մնալուց հետո ինքնակամ ներկայացել են ոստիկանություն, ինչու բազմամարդ կանգառում չի գտնվել որևէ մեկը, ով կմիջամտեր տղայական վեճին ու այն արյունոտ վերջաբան չեր ունենա, վաղ կա օդում Հայաստանի։ Այն որ չկա արդարություն ու քաղաքացին անպաշտպան է, դա ռումբ է երկրի գոյության տակ։ Տեղափոխվենք հարևան Իրան, Միկաթի Լանձրևի կարոտ Թեհրանում ծնկաչոք աղոթել են ու Աստված կարծես լսել է իրանցիներին։ Եթե Անձրևի կանխատեսումը սուտ դուրս գա, 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանը կարող է անմարդաբնակ դառնալ։ Մենք ունենք որոշ կրոնական ծեսեր Աստծուց անձրև խնդրելու համար։ Իսկ Մոսկվան սպիտակի մեջ է արթնացել, առաջին ձյունն է տեղացել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Եվ այսպես Աբովյանում օրը ցերեկով մարդաշատ վայրում տեսախցիկների առաջ 24-ամյա երիտասարդին դանակահարած եղբայրները 5 օր ազատության մեջ մնալուց հետո ինքնակամ ներկայացել են ոստիկանություն։ 42-ամյա Աշոտը մինչև դանակ հանելը 34-ամյա եղբոր Բենյամինի հետ վիճաբանել է դանակահարված տղայի ու նրա ընկերոջ հետ։ Ինչու բազմամարդ կանգառում չի գտնվել որևէ մեկը, ով կմիջամտեր տղայական վեճին եւ այն արյունոտ վերջաբան չեր ունենա։ Վաղ կա օդում Հայաստանի, փորձել է հասկանալ Գայանե Մովսիսյանը։ Bystander effect, կողքից դիտողի ազդեցություն, հայտնի տեսություն հոգեբանության մեջ, որ հավանաբար ծանոթ չէ մեր ծնողներին ավագ սերնդին։ Պատահել է, որ ինչ-որ միջադեպի կռվի ականատես լինեք ու սպասեք, որ ձեր կողքին կանգնածը միջամտի, հաշտեցնի, զանգի ոստիկանություն, շտապօգնություն, ու այդպես էլ ոչ մեկ օգնության չհասնի։ Նոյեմբերի 10-ին Աբովյանում, երբ օրը ցերեկով առնվազն 1 րոպե տղայական ռազմորկա է եղել նախքան դանակ հանելը, կանգառի մոտ հավաքված մարդիկ ինչու չեն միջամտել։ Սպասել են, որ իրենց կողքին կանգնածն ինչ-որ բան անի։ Տեսանկարահանող սարքերը ֆիքսել են ինչպես են մարդիկ մի կողմ քաշված դիտում դանակահարության սարսափելի տեսարանները։ Ինչու են Արնաքամ Սարգիսին մոտենում միայն երբ հանցագործները հեռանում են։ Շատերը քշում են մեքենան արագ լքում հանցագործության վայրը, երբ տղան ուշաթափվում ընկնում է։ Երևի ինքնապաշտպանական բնազդ է արթնանում մարդկանց մոտ, կարծում են մեր շատ հայրենակիցները, որոնք ժամանակին դատավորներ էին իրենց անհաշտ հարևանների, բարեկամների համար։ Շատերը ցավով ասում են, որ հիմա երևի իրենք էլ այդպես կվարվեին։ Դե բնականաբար մարդը միանգամից վախենում է, շատ հնարավոր է խոճապի մատնվես չեն կարող պատկերացնել, թե հետո ինչ կլինի։ Ոչ թե անտարբեր են, այլ չեն միջամտում վախենալով, որ կդառնան զոհ կամ մեղադրյալ։ Ավելի հեշտ է ձևանալ չլսող ու չտեսնող, ասում են մեր հայրենակիցները։ Ես էլ կվախենայի։ Գիտեք ինչի, որովհետև մեր երկրում մենք չունենք դատաիրավական համակարգ։ Եվ մարդը քաղաքացին, որը հույս չունի այս երկրում,
իր հարցերի, խնդիրների, խնդիրների լուծումը ստանալ օրենքով, բնականաբար աշխատում են հեռու մնալ նման բաներից։ Մարդիկ անպաշտպան են զգում իրենց պետությունից։ Այն, որ մենք չունենք դատաիրավական համակարգ, այն, որ չկա արդարություն ու քաղաքացին անպաշտպան է, դա ռումբ է երկրի գոյության տակ։ Հետպատերազմական երկրներին բնորոշ են վախը, անտարբերությունը, անորոշությունը, նկատում են քրեագետները, բայց պետությունը ավագ ընկերոջ պես պետք է առողջացնի իր քաղաքացիներին։ Հիմնականում բնորոշ է այն հասարակական զանգվածներին, որոնք շատ ստրեսային վիճակում են գտնվում, որոշակի առումով անտարբերություն, այսպես ասած, խնդիրներից հեռանալ, չներքաշվել, ստրեսային մթնոլորտը ել ավելի չսրել։ Եթե կա ստրես, հասարակությունը համեմատաբար դառնում է ավելի անտարբեր։ Այն, որ կենցաղային հարցերը մարդիկ սկսել են դանակով ուրիշ զենքերով պարզել, շատ վտանգավոր է։ Ավելի սարսափելի է քրեագետի համար, որ օրը ցերեկով շատերի աչքի առաջ մի շաբաթում երկու դանակահարություն է լինում, մեկը Աբովյանում, մյուսը Երևանում, կյանքի խոսք կրոնական կազմակերպության շենքում։ Ամենաթողությունն է հիմնական պատճառը, որ մարդիկ չեն փորձում զսպել իրենց։ Եթե մարդաշատ վայր է, եթե նախապես ձևավորված դիտավորություն է, եթե անցել է նախապատրաստման պրոցես, արդյոք չպետք է պետական որպես հավաքական մարմին այս մասին գոնե ինչ-որ ձևով տեղեկացված լինել և գոնե ինչ-որ հսկողություն իրականացնել։ Այն դեպքում, որ օրինակ Աբովյանում 24-ամյա երիտասարդին դանակահարած 42-ամյա տղամարդը տարիներ առաջ էլ դատապարտված է եղել մեկ ուրիշ սպանության մեղադրանքով, ու տեղեկություն կա, թե նախքան նոյեմբերի 10-ն էլ այդ տղաները Աբովյանում մի քանի անգամ իրար տեսել են, հաշիվներ են պարզել։ Անձանց հետ զրույցներ պետք է իրականացվի, պետք է դուրս գալ փողոցում շրջել, օպերատիվ բլոկը ավելի արդյունավետ դարձնել, որպեսզի օպերատիվ աշխատակիցները տեղեկացված լինեն հնարավոր զարգացումների մասին, քանի որ կանխումը, նախականխումը դա ապագային վերաբերող գործողություն է։ Փողոցներում ավելի հաճախ դանակով շրջող մարդիկ մեծացնում են հանցավորության ռիսկերը Հայաստանում, նկատում է քրեագետը։ Դա չափազանց վտանգավոր է մեզպես երկրներում, որտեղ ամենափոքր կենցաղային վեճերը կարող են անդառնալի ողբերգություններ դառնալ։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Գյումրիում 2 տարեկան տղան իր ծննդյան օրը անզգուշաբար վայր ընկել 3-րդ հարկի պատուհանից։ Շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել են Երևան։ Գյումրի վերադառնալիս էլ շտապօգնության մեքենան է վթարվել։ Սեբաստիա փողոցում այն բախվել է Սուբարուի։ Տուժածներ չկան, պատուհանից վայր ընկած երեխան էլ Երևանի Մուրացան մանկական հիվանդանոցում է։ Միջազգային օրակարգին անցնենք, ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Յաբլոկովե գյուղի նկատմամբ, այն մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ավելի վաղ Մոսկվան ու Կիևը հայտնել են դրոնային փոխադարձ հարվածների մասին։ Գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Դնեպրին և Օդեսայի մարզին։ Ուկրաինական անօդաչուներն էլ Ռուսաստանի մի քանի շրջաններ են գրոհել։ Ռիազանի մարզի նահանգապետը հայտնել է արդյունաբերական օբյեկտում բռնկված հրդեհի մասին։ Չհաստատված տեղեկություններ կան, որ հարվածների թիրախը Ռիազանի նավթավերամշակման գործարանն է եղել։ Զելենսկին զանգել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը, նշելով, որ զրույցը կայացել է Կիևին հասցված հարվածներից մի քանի ժամ հետո։ Այդ հարձակման ընթացքում տուժել է նաև Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքը, որին հարվածել են ռուսական Իսկանդեր հրթիռի բեկորները։ Ըստ ԱՊԱ-ի հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի դեսպանատանը հասցված հարվածը։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը մտադիր է հանդիպել Համասի առաջնորդի հետ, ըստ լրատվամիջոցների հանդիպման օրակարգում Գազայի հրադադարն է լինելու։ Թրամփի ներկայացուցիչը հոկտեմբերին արդեն հանդիպել էր Համասի ներկայացուցչին նույն հարցով։ Թրամփի խաղաղության ծրագրով Վաշինգտոնը խաչաձև բանակցություններ է վարում Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Քաթարի և Թուրքիայի հետ մոտավորապես 20,000 զինվորից բաղկացած միջազգային կայունացման ուժերի հնարավոր տեղակայման շուրջ։ Ավելի վաղ, սակայն Ադրբեջանը հայտնել է, որ չի ծրագրում խաղաղապահներ ուղարկել Գազա, քանի դեռ Իսրայելի ու Համասի միջև մարտական գործողությունները լիովին չեն դադարել։ Մարդկային կորուստներ, ավերված տներ, ոչնչացված մշակութային ժառանգություն։ Գազայում ավելի քան 1 ամիս է հրադադար է։ Ռումբեր չէ, սրտեր են պայթում սարսափելի տեսարաններից։ Հարյուրավոր մարդիկ պատերազմի մոխիրներում փնտրում են թե իրենց հարազատներին, թե երկրի պատմությունը։
Ամեն օր առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան ազանը պաղեստինցի Մուայադ Աջուրը փլատակներում ձեռքերով է քարը քարից հեռացնում։ Դողացով մատներով շոշափում է յուրաքանչյուր գտածո։ Մուայադը իր 6 տարեկան զարմուհուն Մասային է փնտրում։ Ցավոք մենք չունենք համապատասխան տեխնիկա այս տարածքը մաքրելու կամ որոնողական աշխատանքների համար։ Մեր ձեռքի տակ միայն կաթսաներ ու մաղեր են։ Մուայադը որոշել է տուն չի վերադառնա, քանի դեռ չի գտել փոքրիկ աղջկա մարմինը։ Այստեղից չեմ հեռանա, մինչև չգտնեմ փոքրիկի մարմինը, կշարունակեմ որոնել եւ անել անհնարինը, մինչև նրան գտնեմ եւ պատշաճ ուղարկավորեմ իսլամական օրենքի համաձայն։ Մասայի տունն ամբողջովին ավերվել է իսրայելական հրթիռներից, անհետ կորած է Մասայի հայրը։ Հայտնի չէ, նա զոհվել է ռմբակոծությունից, թե գերեվարվել է։ Ավերակից ավերակ է ամեն օր շրջում ավագ սպա Մոհամեդը, առավոտները ընկերոջն է օգնում, երեկոյան գնում այնտեղ, որտեղ մի ժամանակ իր տունն էր։ Մենք ապրում ենք 4 սարկանի շենքի ավերակներում, ոչ մեկը չի կարող պատկերացնել մեր տեսածը։ Մենք անցել ենք ոչ միայն մահվան ու զրկանքների, այլև ամեն տեսակի կորստի միջով։ Գազայի հին քաղաքի սրտում պատմական փլատակներն են։ Իսրայելական ռումբերը ավերել են 13-րդ դարի Փաշայի պալատը, սակայն չեն կարողացել ջնջել կամարակապ դահլիճների պատմական փորագրությունները։ Պատերազմի սկզբում օկուպացիոն ուժերը ռմբակոծեցին եւ բուլդոզերով ավերեցին այս վայրը ամբողջովին թալանելով այն։ Փորձում ենք վերականգնել, պահպանելով փորագրված քարերը, որոնք պատկանում են տարբեր դարաշրջանների։ Գազայի միջնաբերդը համարվող ավերված ապարանքում պաղեստինցիներն իրենց ինքնությունն են փնտրում։ Հիշելու եւ ապրելու համար։ Եթե կարծում են, որ այս շենքերը ոչնչացնելով կջնջեն մշակութային ժառանգությունը, սխալվում են։ Գազայի ժառանգությունը պաղեստինցու ինքնությունն է եւ մենք այն կպահպանենք ապագա սերունդների համար։ Զովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Սիրիայի հարավում իրավիճակը նորից սրվել է։ Կառավարական ուժերն ու Սուվեյդայի շրջանի դրուզները միմյանց են մեղադրում հուլիսին հաստատված հրադադարը խախտելու համար։ Դրուզների ջոկատները միավորող ազգային գվարդիայի ներկայացուցիչները պնդում են, որ 5-շաբթի պաշտոնական Դամասկոսին ենթակա ուժերը միջին եւ խոշոր դրամաչափի զենքերով գնդակոծել են Ալ-Մաջալ բնակավայրը։ Սիրիայի պաշտպանության նախարարը նույն բանի համար մեղադրել է դրուզներին։ Վերջին անգամ դրությունը Սիրիայի հարավում սրվել է ամռանը։ Հուլիսի 13-ից 20-ը տեղի ունեցած բախումների ընթացքում 1300 մարդ է զոհվել, հիմնականում դրուզներ։ Պապակ օրեր են Թեհրանում, իրանցիները ծնկաչոք աղոթել են ու Աստված կարծես լսել է նրանց։ Միասնական աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է անձրևի հավանականության մասին։ Եթե կանխատեսումը սուտ դուրս գա, 10 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանը կարող է անմարդաբնակ դառնալ։ Իրանի իշխանությունը արդեն զգուշացրել է մայրաքաղաքաբնակներին, որ ջրի ճգնաժամի պատճառով գիշերային ժամերին երբեմն ստիպված կլինեն անջատել ջուրը։ Իրանցի միջազգայնագետի հետ է զրուցել Լիլիթ Գասպարյանը։ Մի կաթիլ անձրևի հույսով են ապրում հարևան Իրանում։ Երեկ Թեհրանի Իմամզադե Սալեհ տաճարում հարյուրավոր իրանցիներ են հավաքվել, նամազ արել, Աստծուց անձրև խնդրել։ Մենք ունենք որոշ կրոնական ծեսեր Աստծուց անձրև խնդրելու համար։ Դա տարածված երևույթ է իսլամական բոլոր երկրներում։ Համատեղ աղոթքից հետո Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ արևմուտքից անձրևային ցիկլոն է մտել Իրան եւ այսօր տեղումներ են լինելու երկրի արևմտյան եւ կենտրոնական հատվածներում։ Իրանցիները աչքները երկնքից չեն կտրում։ Ավելի քան 60 օր է սպասում ենք անձրևի։ Այսօր Թեհրանում անպամած է, բայց անձրև դեռ չի եկել։ Կարծես գարուն լինի, սառնություն ընդհանրապես չկա։ Մինչդեռ նախորդ տարիներին նոյեմբերին արդեն ցուրտ էր, անձրևում էր, որոշ նահանգներում ձյուն էլ էր գալիս։ Իրանցիներն արդեն դավադրապաշտական մտքեր են հյուսում։ Շատերը կարծում են, երկրում առաջացած ջրի ճգնաժամի մեջ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մատն է խառը։ Շատերին է այդպես թվում, քանի որ որոշ ժամանակ առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դիմելով իրանցիներին ասաց, թե Իրանի կառավարությունը չի կարող քաղցրահամ ջրով ապահովել ժողովրդին։ Մինչդեռ Իսրայելը կարող է կառավարել Իրանի ջրային ռեսուրսները։ Բայց Էհսան Մովահեդյանի խոսքով, քանի դեռ այս մասին ապացույցներ չկան, մնում են երաշտի առաջացման հիմնական վարկածները, որ բնապահպաններն են մատնանշում։
Կլիմայի փոփոխություն, տեղումների նվազում, աշխարհագրական դիրք, կիսաանապատային կլիմա, ստորերկրյա ջրերի չարաշահում, ջրային սխալ կառավարում գյուղատնտեսությունում։ Թեհրանում նաև խոսում են, թե ջրի խնդիրը Իրանի կառավարությունն է ուռճացրել, որպեսզի մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխի։ Դա հեշտ չէ, քանի որ Իրանի կարևոր ենթակառուցվածքների մեծ մասը կենտրոնացած է Թեհրանում։ Թեհրանը գտնվելով Իրանի կենտրոնում, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար դժվար հասանելի է։ Բարձր ու ամուր լեռներով շրջապատված տարածք է, հյուսիսում Դամավանդի լեռը, արևմուտքում Զագրոսի լեռները։ Դրանք բնական պաշտպանություն են ապահովում մեր մայրաքաղաքի։ Թեհրանի ջրամատակարարման ընկերության գլխավոր տնօրեն Բեհզադ Փարսան նախազգուշացրել է, որ Իրանի մայրաքաղաքը խմելու ջրով ապահովող 5 ջրամբարներից մեկում Ամիր Քաբիրում ջրի պաշարները կբավականացնեն առավելագույնը 2 շաբաթ։ Իրանում ջրի ճգնաժամը լուծելու ամենաարդյունավետ միջոցը ըստ շատ փորձագետների ծովի ջուրը աղազերծելը եւ այն որպես քաղցրահամ ջուր մատակարարելն է։ Այս մեթոդը կիրառում են արաբական սակավաջուր շատ երկրներում։ Լիլիթ Գասպարյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Իսկ Մոսկվան սպիտակի մեջ է արթնացել, առաջին ձյունն է տեղացել Ռուսաստանի մայրաքաղաքում։ Ըստ օդերևութաբանների, կիրակի Մոսկվայում աշնան ամենացուրտ օրը կլինի 0-ից ցածր ջերմաստիճան է կանխատեսվում։ Մի քիչ կցրտի նաև մեր երկրում։ Հանգստյան օրերին ջերմաստիճանը կնվազի 3-ից 5 աստիճանով, նույնքան նորից կբարձրանա 2 շաբթիից։ Առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրև կտեղա։ Իսկ դուք տեսել եք աշխարհի նոր 7 հրաշալիքներից Մաչու Պիկչուն, դրա համար Պերու հասնել պետք չէ։ Ինկերի 5 քաղաքից ավելի հին, շատերի համոզմամբ ավելի տպավորիչ է հայկական Խոտ գյուղը, որ Սյունիքի զբոսաշրջային հասցեներից է դարձել։ Ալբերտ Սերոփյանի ռեպորտաժում կտեսնեք։ Հայկական Մաչու Պիկչու են վերնագրել Սյունիքի Խոտ գյուղի այս տեսարանը միջազգային լրագրողները։ Միայն թե ինկերի 5 քաղաքից ավելի հին է հայկական Խոտ գյուղը, պերուական Մաչու Պիկչուն 15-րդ դարի ժառանգություն է համարվում։ Մերի մոտակայքում 5-ից 6-րդ դարերի եկեղեցի կա, նաև 12-րդ դարի Կարմիր եկեղեցու ավերակներն են պահպանվում։ Հիմա դատարկ է բնակատեղին։ 1173 թվականի տվյալները այդպես տալիս, որ այդ գյուղը տեղափոխվել է ժամանակ 5 գյուղը։ Ներկայիս Խոտ գյուղի 5 գյուղը վրասել է։ 12-րդ դարում սելջուկ թուրքերի պատճառով են տեղահանվել գյուղացիները, պապերի պատմությունն անգիր գիտի Լևիկ Հակոբյանը։ Ձորերի գյուղերի ազգաբնակչությանը վնասել են սելջուկները, արդեն գյուղը ավերում են, գյուղը ստիպված տեղափոխվում է 5 գյուղը։ Գյուղացիները սկսել են հանգիստ ապրել 19-րդ դարում։ 1826 թվականի պարսիկները, որ վերցրած են եղել Հայաստանը, պարսիկները, ու ժամանակ Ռուսաստան զորքը գալիս է Խոտ գյուղը ազատագրում են պարսիկներից։ Հետո մտնում են ռուսական կազմի մեջ Հայաստանը մտնում ռուսական կազմի, դրա հետ նաև Խոտ գյուղը։ Մինչև 1917 թվականը գյուղը այդ տարիներից 820-ից մինչև 1917 թվականը ռուսական կազմի մեջ են եւ ռուսների օգնությամբ գոյատևում են եղել մեր։ Այդ տարիներին 800-ից ավելի բնակիչ է եղել Հին Խոտում։ Պայմանները շատ դժվար է եղել, թեկուզ ապրել են ժողովուրդը, բայց այդ նեղ պայմաններում կարողացել են ապրել, ընտանիք կազմել եւ ունեցել են ընտանիքային 10 երեխա, 12 երեխա, 13 երեխա։ Մանկապարտեզ, դպրոց, խմելու ու ոռոգման ջուր կար գյուղում, միայն թե 1968-ին հզոր երկրաշարժը ստիպեց լքել ծննդավայրը։ 68 թվականի երկրաշարժը որ եղել է, ժամանակ 68 թվականի երկրաշարժը պատճառ կառավ, որպեսզի գյուղը շուտ տեղափոխվի։ 70-ականների սկզբին են գյուղի վերջին բնակիչները դուրս եկել Խոտից։ Աշխարհի նոր 7 հրաշալիքներից Մաչու Պիկչուին այդքան նման հայկական հրաշալիքը հիմա Սյունիքի զբոսաշրջային հասցեներից մեկն է։ Ալբերտ Սերոփյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Եվ օրվա կադրում ռոբոտներ են Չինաստանում առաջին անգամ զանգվածային արտադրության են հանվել մարդանման ռոբոտները։ Շենժենում գտնվող Uptech Robotics ընկերության հրապարակած կադրերում երևում է, ինչպես են ռոբոտները համաժամանակ շարժվելով մտել բեռնատարներ։ Արդեն շուրջ 800 միլիոն յուանի ռոբոտների պատվերներ է ընդունել ընկերությունը։ Առաջին խմբականակը ուղարկվել է ավտոմոբիլային եւ լոգիստիկ ընկերություններ մեքենաներ հավաքելուն օգնելու համար։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։